Հունիսի 1-ին եւս մեկ անգամ հիշեցնեմ, սիրելիներս, բուժ աշխատողի օրն էր ու մենք մի ամբողջ հաղորդում նվիրեցինք հենց նրանց։ Իսկ այսօր էլ ունենք հրաշալի առիթ նույնպես խոսելու շատ կարևոր մարդու հետ, ով արդեն մեր տաղավարում է։ Այո, ներկայացնեմ մեր հյուրին Երևանի Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկության գիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը։ Բարի լույս։ Բարեձեզ։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Հունիսի 21-ին նշվում էր բուժաշխատողի օրը Հայաստանում, թույլ տվեք եւս մեկ անգամ այս տոնի կապակցությամբ ձեզ շնորհավորել։ Շնորհակալություն շնորհավորանքի համար եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ձեր հաղորդմանը մասնակցելու հրավերի համար։ Սիրով։ Ինչպիսին է բուժաշխատողի դերը այսօր մեր հասարակությունում ըստ ձեզ։ Տարիների ընթացքում փոխվել է վերաբերմունքը։ Բուժաշխատողի դերը եւ բժիշկների դերը ինձ թվում է դարերի ընթացքում չի փոխվել հասարակության մեջ, ինչպես մեր հասարակության, այնպես էլ համաշխարհային հասարակության մեջ։ Հիպոկրատի, Հալենի, Ավիցեննայի մխիթար հերացու ժամանակներից մինչև այսօր այդ վերաբերմունքը եղել է նույնը։ Ինչու՞։ Քանի որ մարդու համար շատ կարևոր է նրա կյանքը եւ առողջությունը, եւ բուժաշխատողը փորձում է փրկել կյանքը, պահպանել այն, վերականգնել առողջությունը։ Եվ այդ առումով նա բավականին մեծ նշանակություն ունի մեր հասարակության մեջ։ Եվ նաեւ վերաբերմունքը բուժաշխատողի նկատմամբ այդ առումով եւս տևական ժամանակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել։ Բժիշկը իր ուրույն տեղը ունի եւ ավանդաբար նա արժանանում է հարգանքի իր աշխատանքի համար։ Միանշանակ կիսում ենք ձեր կարծիքը, բայց վերջին շրջանում կարծես թե մի քիչ ինչքան էլ տոնական է, բայց ամեն դեպքում համ դրական կողմերից խոսենք, համ մի քիչ էլ բացական կողմերից խոսենք, եթե դեմ չենք։ Առկա խնդիրների մասին խոսենք։ Ինչպիսի խնդիրների այսօր բախվում բուժաշխատողը կամ բժիշկը։ Բուժաշխատողը եւ առանձնապես բժիշկները այսօր կարող են բախվել չհասկանալու խնդրի հետ, երբ ոչ բոլոր դեպքերում են ծանր իրավիճակներում հիվանդը կամ նրա հարազատները հասկանում իրավիճակի լրջությունը եւ ծանրությունը։ Եվ մենք լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ լինում են դեպքեր, երբ խանգարում են բժշկի աշխատանքը կամ նույնիսկ բռնություն են գործադրում նրա նկատմամբ։ Այո։ Բժիշկը պետք է ընդունենք, որ հասարակության լիիրավ անդամ է, ինչպես ուսուցիչը, իրավաբանը, ոստիկանը, ճարտարապետը, շինարարը եւ փրկարարը, եւ եթե բժիշկը պատասխան է տալիս իր գործած սխալների համար, իսկ համապատասխան հոդվածներ կան քրեական օրենսգրքում, որոնք դա նախատեսում են։ Ուրեմն օրենքը նաեւ պետք է պաշտպանի նրան։ Բայց ունենք մենք արդյոք պաշտպանող օրենքում ինչ-որ հստակ կետեր բժշկին։ Բժիշկների հստակ կետեր կարծում եմ այդպես մանրամասն ներկայացված կամ կոնկրետ ներկայացված չկան, նա պաշտպանվում է այնպես, ինչպես մեր հասարակության ցանկացած քաղաքացի, բայց պետք է այն դեպքերում, երբ նրա մասնագիտական գործունեությանը խանգարում են կամ բռնություն են գործադրում կամ մասնագիտական գործունեության հետ կապված նրան հետապնդման են ենթարկվում, դա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Պատկերացրեք, որ խանգարեն օտաչուի աշխատանքը, փրկարարի աշխատանքը, չէ՞ որ նախատեսվում է որոշակի պատիժ դատավորի, նոտարի, մյուս մասնագետների աշխատանքը խանգարելու դեպքում։ Այս դեպքում եւս օրենքը պետք է պաշտպանի բժշկին։ Օրինակ վերաբերմունքի առումով հասարակության մեջ ներկայումս ես նկատում եմ որոշ ծայրահեղ մոտեցումներ, ինչպես առանձնապես սոցցանցերում, ինչպես բուժաշխատողին բժշկին գովազդելու եւ փառաբանելու առումով, այնպես էլ նրան հանրավի մեղադրելու կամ ծանր քննադատության ենթարկելու առումով։ Ինձ թվում է այդ ամենին պետք է լինի ավելի շատ օրենքի դաշտում։ Համաձայն եմ ձեզ հետ։ Բայց պետք է բոլորն են համաձայն եւ գործողությունները այդ ուղղությամբ արվեն, որպեսզի շուտ մոտորերես հաջողության հասնենք։ Եվ քանի որ ձեր ոլորտը հենց վիրաբուժությունն է, խնդրենք մի փոքր գնահատել այդ ոլորտը, ինչպես է զարգանում Հայաստանում։ Վիրաբուժության տարբեր ճյուղերի զարգացումը Հայաստանում ավանդաբար եղել է ուշադրության կենտրոնում։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ եղել է միշտ մեր Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում կառավարության ուշադրության կենտրոնում։ Օրինակ խորհրդային շրջանում Հայաստանում ստեղծվել են վիրաբուժության ինստիտուտներ, բժշկական կենտրոններ, ինչպես ակադեմիկոս Միքայելյանի ստեղծած վիրաբուժության ինստիտուտը, կոլոպրակտոլոգիա ինստիտուտը, օրթոպեդիա եւ տրավմատոլոգիա ինստիտուտը, եւ այդ
ինստիտուտների եւ տարբեր բժշկական կենտրոնների վիրաբուժական թիմերի աշխատանքի շնորհիվ այն զարգացել է։ Մեր հանրապետության վիրաբուժության զարգացման հիմքը տևական ժամանակ եղել են Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնների ստեղծած վիրաբուժական դպրոցները, որոնց գործունեության շնորհիվ պատրաստվել եւ դեպի գիտական, մանկավարժական եւ պրակտիկ գործունեություն են ուղեգրվել բազմաթիվ բժիշկներ մասնագետներ։ Շատ մեծ նշանակություն է ունեցել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների օգնությունը եւ ազդեցությունը մեր վիրաբուժության զարգացման մեջ։ Եթե ներկայումս Երևանում զարգացման մակարդակը մենք կարող ենք համարել լավ, մեր մոտ այժմ վիրաբուժությունը զարգանում է համաչափ, մեր ուժերին, հնարավորություններին համապատասխան։ Եթե մայրաքաղաքի վիճակը համեմատաբար լավ է, ապա որոշակի կադրային խնդիրներ կան մարզերում։ Ես կասեի շատ։ Եվ այո, բայց այդ մարզերը լուծվում են ինչպես առողջապահության նախարարության, այնպես էլ մարզերի բուժհիմնարկների եւ մարզերի ղեկավարության ջանքերի շնորհիվ, բայց այստեղ մենք ունենք էնտուզիաստ բժիշկներ մարզերում, որոնց աշխատանքի, նրանց գրագիտության, աշխատասիրության եւ ջանքերի շնորհիվ հաջողվում է մարզային հիվանդանոցներում բարձր մակարդակ ապահովել, ինչպիսիք են Արմեն Նասիբյանը Գյումրիում, Վանաձորում Գոգորյանը, Հովակիմ Գոգորյանը, Արմենակ Մելքումյանը Ճամբարակում, Հայկ Հովանեսյանը Մասիսում եւ Արտաշատում, Ազատ Ղուկասյանը Թալինում, Իջևանի, Գավառի վիրաբուժական թիմերը, Արմենակ Սոլոյանը Տաշիրում, հնարավոր չէ բոլորին թվարկել։ Կամ մասնագետներ, որոնք այո վերադարձան արտերկրից, օրինակ Արմեն Նասիբյանը վերադառնալով Ռուսաստանից կարողացավ Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության մակարդակը բարձրացնել գրեթե մայրաքաղաքի մակարդակի։ Այս ամենը պետք է նշել եւ պետք է նրանց երախտագիտության խոսք ասել, քանի որ այդ մարդիկ իսկական էնտուզիաստներ են։ Շնորհակալություն, նրանց նույնպես շնորհավորում ենք, շնորհակալություն ենք հայտնում նրանց երկար տարիների կատարած աշխատանքի համար, բայց վերադառնալով նորից մեր զրույցին, ինձ հետաքրքիր օրինակ կարիստական բանականությունների մասին ինչ կասեք։ Արդյոք դրանք մարտահրավեր են բժշկությանը, որովհետև գուցե հատկապես ձեր մասնակցության առումով մոտ ապագայում ռոբոտներ հայտնվեն վիրաբույժների փոխարեն։ Եվ կան, չէ, այդպիսի արդեն դեպքեր, որ ռոբոտը վիրահատություն է իրականացնում։ Ռոբոտը վիրահատում է ներկայումս մարդու օգնությամբ գործիք հանդիսանալով, բայց արհեստական բանականությունը մտնում է տնտեսության բոլոր ոլորտներ, այդ թվում նաև բժշկություն։ Ճիշտ է, դեռ երկար ժամանակ որոշում ընդունողը եւ կարևոր միջամտություն կատարողը լինելու է բժիշկ մարդը, բայց նա աստիճանաբար որոշակի գործառույթներ կփոխանցի բժիշկ ռոբոտին։ Օրինակ, պացիենտի տվյալները գրանցելը, որոշ պարզ ախտորոշիչ միջամտություններ կատարելը, նույնիսկ ասիստենցիան վիրահատության ժամանակ, երբ ինչ-որ մեկը պետք է վիրաբույժին օգնի այդ վիրահատության ժամանակ։ Եվ դա դառնալու է ժամանակի հրամայականը։ Եթե արհեստական բանականությունը իր հնարավորությունները մեծացնում է, մարդը ուզի թե չուզի պետք է այդ հնարավորություններից օգտվի։ Համահունչ քայլի։ Բայց ես ախր մեկ այլ արվում եմ մի քիչ վախենում։ Եթե մենք եկել ենք արդեն այս օրեր ու արդեն նորմալ ենք նայում, որ դե գրանցում է մի քանի, չգիտեմ, ինչ-որ այտենց միջամտություն է, գուցե վիրաբույժն էլ օգտի կողքից ռոբոտը, կանցնի մի քանի տարի, կանցնենք դե բժիշկ մեզ պետք չի, ռոբոտներն արդեն անում են այդ ամեն ինչը, ռոբոտների դարաշրջան կգա։ Մի թողեք էլի դրանք շատ ակտիվանան։ Հատկապես օրինակ ինձ հետաքրքիր է նաև այն առումով, որ շատ դեմ է, շատ։ Մի քիչ մտավախություն կա, կարծես թե, որ երիտասարդների կողմից վիրաբուժության նկատմամբ գուցե սխալ գիտեմ, բայց նկատվում է մի քիչ պասիվություն։ Այ հիմա մենք այդ հարցի պատասխանը կստանանք։ Երիտասարդ մասնագետները ներկայումս ավելի մեծ ուշադրություն են դարձնում ախտորոշման բնագավառին, նվազինվազին միջամտությունների բնագավառին, վիրաբուժության մեջ նրանք ավելի հակված են գնալ դեպի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժություն։ Գիտեք, վիրաբուժության ճյուղեր կան, որոնք պահանջում են ծանր ֆիզիկական աշխատանք եւ տևական լարվածություն։ Եվ դա հասկանալի է, որ կարող է երիտասարդ մասնագետը խուսափել այդ բնագավառից։ Դա կարող է վերաբերել նաև անեստեզիոլոգիային եւ ինտենսիվ թերապիային, որտեղ շատ բարձր է պատասխանատվությունը եւ շատ մեծ է երբեմն լարվածությունը ինտենսիվ թերապիայի ռեանիմացիայի բաժանմունքում աշխատելու ընթացքում։ Բայց իմ համոզմունքն այն է, որ ավելի լավ է դեպի վիրաբուժություն գան համոզվածները, նվիրյալները, որոնք պատրաստ են
աշխատանքին եւ նրանք չեն վախենում դժվարություններից ու նորություններից։ Իսկ նրանք, ովքեր արդեն իսկ ընտրել են վիրաբուժությունը, ինչպիսի մասնագետներ կլինեն ապագայում, այն ինչպիսի մասնագետներ Ես մենք համոզված եմ, ունենանք։ որ մեր երիտասարդ մասնագետները գրագետ են եւ աշխատասեր են եւ նրանք իրենց աշխատանքի ընթացքում աստիճանաբար փորձ ձեռք բերելով կփոխարինեն նախորդ սերունդին եւ իրենց արժանի տեղը կգրավեն։ Այստեղ մի հետաքրքիր հարց կա, որը վերաբերում է երիտասարդ բժշկի նկատմամբ անվստահությանը։ Երիտասարդ բժշկի եւ ծեր բժշկի, երիտասարդ վիրաբուժի եւ ծեր վիրաբուժի նկատմամբ կա որոշակի անվստահություն։ Դա հոգու խորքում մենք մի քիչ անարտարացի ենք համարում, բայց դա հասկանալի է։ Երիտասարդի ֆիզիկական հնարավորությունները, պատրաստվածությունը լավ է, բայց նրա փորձը քիչ է։ Մեծահասակ տարեց ծեր վիրաբուժի դեպքում ճիշտ հակառակն է։ Այստեղ կարևոր է, որ այդ երկու սերունդները աշխատեն մի տեղում եւ մեկի օպերատիվությունը, արագությունը դրասի մյուսի կենսափորձն ու աշխատանքային փորձը։ Սա բժշկության մեջ ուսուցման հիմքն է։ Միայն եւ միայն։ Այդպիսի վառ օրինակներ ես կարող եմ բերել ներկայումս նաեւ մեր մարզային հիվանդանոցներում, օրինակ Արմավիրի հիվանդանոցում հայր եւ որդի Հակոբ եւ Խաչատուր Այվազյանները։ Երիտասարդ մասնագետը տևական ժամանակ աշխատելով իր հոր հետ եւ փորձ ձեռք բերելով եւ նաեւ մյուս մասնագետների հետ նա դառնում է փոխարինող եւ այժմ աշխատում է համալսարանական կլինիկայում։ Նույնը Հայկ եւ Հակոբ Շմավոնյանները Ապարանի հիվանդանոցում, երբ որդին սովորելով եւ օգնելով նաեւ իր հորը բավականին երկար ժամանակ օգնելով նրան փորձ է ձեռք բերել եւ ներկայումս նա արդեն աճել է եւ նույնպես աշխատում է համալսարանական հիվանդանոցում եւ երկուսն էլ աշխատում են վիրաբուժության ամբիոնում։ Այս սերունդների համագործակցությունը պետք է անխախտ լինի եւ պետք է տևական լինի, որովհետեւ երիտասարդ մասնագետը կարողանա կայանալ եւ կարողանա մեծ փորձ ձեռք բերել աշխատանքի։ Բայց երբեմն նաեւ լինում է, երբ որ երիտասարդից են ավակ սերունդը շատ բաներ դա էլ կարող է սովորում եւ վերջում։ Այդպիսի տարբեր օրինակներ կան, երբ միասին աշխատելով նրանք կարողանում են իրար փոխ լրացնել։ Իմ ուսուցիչը պրոֆեսոր Ափոյանը տասնամյակների ընթացքում պատրաստել է մասնագետներ, որոնք աշխատում են Հայաստանում եւ արտասահմանում։ Նշանավոր անեսթեզիոլոգ Արիս Սարուխանիշ Ղազարյանը եւս կողք կողքի աշխատելով երիտասարդների հետ պատրաստեց եւ այժմ նրա աշակերտները ապահովում են անեսթեզիոլոգիա ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Այսօր մենք անուններ շատ թվարկեցինք, քանի որ բժշկության երախտավորներին նշելը պետք է լինի նաև ինչ-որտեղ անվանական։ Հնարավոր չէ բոլորին նշել, բայց պետք է նշել այն մարդկանց, որոնք ունեն մեծ վաստակ եւ նրանք օրինակ են ծառայում։ Իհարկե, բայց ձեր խոսքի մեջ դուք հիմնականում ավակ սերնդին անդրադարձաք, ինչը շատ ողջունելի է, մեր շնորհակալությունն ու խոնարհումը նրանց, բայց երբեմն բուժառուները հանդիպում են երիտասարդ բուժ աշխատողներին, բժիշկներին, եւ այդ երիտասարդությունը կարծես թե նաեւ բուժառուին անվստահություն է ներշնչում։ Այս սրա մասին ինչ կասեք։ Այդ անվստահությունը Առաջներից մեկը ես եմ եղել, երբ որ պատանի էի, իմ օրինակով եմ բերում ձեզ։ Երբ որ ինձ տանում են վիրահատարան, տեսա բոլորը երիտասարդ են, ասում եմ, փորձառու, նորմալ բժիշկ չկա, խնդրում եմ, այս պրակտիկանտներին։ Բայց ոչ բոլորն են այդպես մտածում։ Եվ հետո երբ որ արդյունքը տեսա, հասկացա, որ չէ, շնորհակալություն, որ երիտասարդներն էին, ու նրանց հետ մինչև այսօր ընկերություն եմ անում։ Ես հասկանում եմ մեր բուժառուների բավականին զգուշ, որոշ դեպքերում քննադատական զգուշավոր մոտեցումը երիտասարդ մասնագետի նկատմամբ, բայց մեր բոլոր երիտասարդ մասնագետներին ես խորհուրդ կտամ, որ նրանք միշտ իրենց աշխատանքի ընթացքում համագործակցեն փորձված մասնագետի հետ։ Երբ բուժառուն տեսնում է երիտասարդի կողքին նաև փորձված մասնագետին, նա ավելի հանգիստ եւ վստահ է լինում եւ ավելի ապահով է լինում։ Բայց համոզված եղեք, որ մեր երիտասարդ մասնագետների մեծ մասը ունեն բավականին փորձ, նրանք տիրապետում են իրենց մասնագիտության եւ գործնական մասին, եւ տեսական մասին, եւ պետք չէ նրանցից վախենալ բոլոր դեպքերում։ Հակառակ դեպքում դրանց չէին վստահի ուղղակի այդ Այո, բոլոր դեպքերում կարելի է հարցը քննարկել այդ մասնագետների հետ եւ համոզվածության դեպքում շարունակել նրանց հետ։ Որն է ձեր կարևոր խորհուրդը մեր ապագա վիրաբույժներին։ Մեր ապագա վիրաբույժներին եւ բոլոր բժիշկներին ես խորհուրդ եմ տալիս ինչպես շատ կարդալ, այնպես էլ վերապատրաստվել եւ ծանոթանալ տարբեր բժշկական դպրոցների աշխատանքներին։ Գիտեք,
Բժշկությունը այնպեսի բնագավառ է, որտեղ միայն կարդալով մասնակից չես դառնա եւ միայն ուրիշի աշխատանքը դիտելով, ուրիշի աշխատանքին հետևելով մասնակից չես դառնա։ Պետք է կարողանալ այս երկուսը համակցել եւ համակցել արդյունավետ ձևով։ Այդ դեպքում մասնագետը կստացվի ավելի, ինչպես դուք նշեցիք, ավելի վստահելի եւ ավելի փորձված։ Դուք խորհուրդ կտայիք, որ ձեր կներեք, չգիտեմ, գուցե արդեն շարունակում են եկող սերունդը նույնպես շարունակի, քանի որ գիտեմ, որ ձեր հայրիկի շարունակությունը դուք եք կարելի ասել։ Այո, իմ երեխաները եւս գնացին դեպի Բժշկության բժշկություն, այո, եւ հիմա նրանք սովորում են բժշկական մասնագիտություններ։ Իսկ որ ուղղությունն են ընտրել, վիրաբուժությունը նորից։ Բայց դա իրենց ընտրությունն է եղել, թե Ստիպված, քանի որ տոհմը այդպես է գալիս։ Ոչ, բոլոր դեպքերում երեխային պետք է հնարավորություն տալ ընտրելու եւ չպետք է ստիպել, որ նա չուզենալով, չկամությամբ գնա դեպի որևէ մասնագիտություն։ հատկապես բժշկություն։ Այո, հատկապես բժշկություն։ Թող մասնագիտությունը ինքը ընտրի։ Շատ լավ, մենք եւս մեկ անգամ ուզում ենք շնորհավորել ձեր գլխավորությամբ մեր բոլոր բուժաշխատողներին, այս տարիների ու այս դարավոր մասնագիտության կրողներին, նրանց արած աշխատանքի համար, նրանց օր ու գիշեր 24/7 գրաֆիկով աշխատելու համար դուք շատ մեծ աշխատանք եք անում, իսկ դա միմիայն շնորհակալության է արժանի, չգիտեմ, մեր մեծագույն շնորհակալությունը խոնարհում է ձեզ ելի բուժաշխատողներ, քանի որ խոսեցինք շատ տարբեր թեմաներից, այստեղից հետևություն նաև արեցի, որ դուք լավ համացանցում, այսպես ակտիվ եք նաև, հետևում եք երիտասարդները, թե ինչով են նոր թրենդներ, հասկացողություններ, վստահ եմ, որ ծանոթ կլինեք նաև նորմալ է, թե նորմալ չէ թրենդին, երբ որ հարց են տալի, ասում են օրինակ նորմալ է, երբ որ բուժարուն գալիս է ու չի թողնում բժիշկը խոսի, կամ այո կամ ոչ են պատասխանում, այս թրենդին նորմալ է թե չէ, ծանոթ չեք, հենց հիմա կծանոթանանք միասին դիտելով տեսանյութը, որտեղ բժիշկներն են պատասխանում։ Շատ հետաքրքիր շարք է, մեր գործընկերուհի Նարինեն է պատրաստել, վստահ եմ ձեզ էլ կհետաքրքրի ու մի շարք այլ Ձեզ եւս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, իսկ մենք դիտենք տեսանյութը, սիրելի հեռուստադիտողներ։